Բարի երեկո։ Բարի երեկո։ Այսպես նայում եմ ու հալոմաշ եմ լինում։ Ես այդ նայում եմ ու ուզում եմ հասկանալ ինձ հյուրասիրողը պարոն Լալայանն է։ Այո, նույն ինքը։ Շնորհակալ եմ։ Կարելի ասել զգացված եմ։ Քանի պարոն Լալայանը կա, այս հանրապետությունում ոչ մի գեղեցիկ արարած տխուր չպետք լինի։ Մի ժամանակ նստած նայում եմ, որ չամաչեի երևի կլացեիր։ Կարող մի բանով կարող եմ օգտակար լինել։ Անունը Աշոտ է։ Այսինքն, ինչի համար եմ ասում։ Իմ մասին որոշ ժուրնալիստներ արդեն մեմուարներ են գրել։ Բոլորը գիտեն ոտիշ չափսերն էլ, մնացած մասերի չափսերն էլ հետը։ Այ, արդեն ժպտում ես, դա լավ է։ Ես չգիտեի, որ դուք հումորով մարդ եք։ Այս դարում պետք է հումորով լինես, թե չի առանց հումորի նենց մութ է։ Ուր։ Գնամ ներքևում գործ կա անել։ Չփախնես։ Չեմ փախնում։ Փախնում ես։ Վատ ես զգում, որ ամուսինդ քեզ համբուրում է։ Հա։ Դու ուրիշ բանից պետք է վատ զգաս։ Արի կլինի մենք մենակ ձևացնենք, թե իրար սիրում ենք։ Հենց նոր ես չէի ձևացնում, որ քեզ համբուրում էի։ Ու դու էլ իմ համբուրին պատասխանեցիր։ Դու ինձ անակնկալի բերեցիր ու ես… Ու դու ինքնամոռաց ինձ համբուրեցիր։ Ոչ, դա տենց չէր։ Տենց էր։ Ապացուցի, որ տենց չէր։ Ու ոնց ապացուցեմ։ Սենց։ Գիտես ինչ կա, առիթից մի օգտվի։ Առիթից։ Ում առիթն է որ։ Արսեն։ Հա ջան։ Արսեն հերիք է արդեն։ Դու ինձ անընդհատ ստորացնում ես ու ձեռ ես առնում։ Որովհետև ձեռ առնելու ես։ Պաչում եմ, նվնվում ես, չեմ պաչում, նվնվում ես։ Կոնկրետացիա, աղջիկ ջան, իմանանք ինչ է ուզած այդ։ Կլինի դու ինձ այնց մենակ հեռու մնաս։ Ես դա եմ ուզում։ Հենա, մեզ մոտ մեկը լավ էլ ստացվում է ձևացնելը։ Արի ձևացնենք, որ իբր թե իրար շատ ենք սիրում, բայց մենակ մենք գիտենք, որ դա տենց չի։ Ձևացնելով չեն կարա երեխա ունենանք։ Ես էլ անժառանգ չեմ մնալու։ Այդ մեկը մոռացի։ Ինչը։ Քեզ թե խաղը։ Մոռացի, որ մենք կարանք միասին երեխա ունենանք։ Բայց քեզ թվում է իրար հետ լոտո ենք խաղալու։ Դու արդեն շատ ես ոգևորվել։ Մի անգամ համբուրեցիր, դա չի նշանակում։ Ոչ թե համբուրեցի, այլ համբուրվեցինք։ Դրանք տարբեր բաներ են։ Ինչքան էլ ասես չէ, ես հասկանում եմ ինչա կատարում քո մեջ։ Աչքերով ասում ես կեր ինձ Արսեն։ Ապուշ։ Լսի, բայց լավ էլ տեղը տեղին համբուրում ես, հա։ Գնա, հա։ Գնում եմ կյանքս, գնում եմ քեզ դավաճանելու։ Կարող ես հետս։ Արսեն, հաջողություն։ Պատրաստվի այսօր օրնա։ Մուկիկ։ Լսիր, երկար ճանապարհ ես անցել, քեզ հիմա հանգիստ է պետք։ Առավոտյան կխոսենք անպայման, լավ։ Խոսենք։ Արման, ես այսքան ճանապարհ եմ կտրել հասել ու դու ուրախ չես։ Ուրախ եմ, շատ ուրախ եմ։ Դե ուրեմն պատմիր, տեսնեմ ինչ կա չկա։ Հանգստացի առավոտյան կխոսենք։ Արման, ինչ գնացել ես ամեն ինչ փոխվել է։ Ես որ Ամերիկան այդքան շատ էի սիրում, հիմա էլ չեմ կարողանում այնտեղ մնալ։ Կլինի ընդհանրապես ոչ մի բանի մասին էլ չխոսենք։ Իսկ ես այստեղ եմ մնալու, թե ինձ ձեր տուն կտանես։ Մեր տուն։ Հա։
Չես հիշում, որ պլաններ էին կազմում, երբ որ միասին Երևան գանք, անպայման ծնողներիդ հետ ծանոթացնելու ես։ Ստեփ, հիմա դրա ժամանակը չի, խնդրում եմ։ Ես չասացի հիմա։ Կարա լինի նաև հետո։ Ասում ես ինչքան ժամանակով ես եկել։ Այնքան ինչքան որ դու կմնաս։ Իմ գործերը ձգձգվում են, ես չեմ կարող քեզ կոնկրետ ժամանակ ասել։ Ավելի լավ։ Ուրեմն կօգնեմ քեզ գործերդ կվերջացնես ու միասին հետ կգնանք։ Ստեփ, ախր ես քեզ այդքան խնդրեցի, նույնիսկ հեռախոսով էլ ասեցի։ Քեզանից բացի ուրիշ մարդ չունեմ ես Ամերիկայում, որին կարող եմ վստահել։ Ինչի թողեցիր ու եկար ստեղ։ Իսկ դու ինչի չես հասկանում, որ ես առանց քեզ էլ ապրել չեմ կարող, հա? Էլ չպնդես։ Առանց քեզ ոչ մի տեղ էլ չեմ գնա, ու հիմա ասա, այստեղ ենք մնում, թե գնում ենք։ Դե եթե ուզում ես կարող ես մնալ ստեղ։ Արման, որտեղ դու այնտեղ էլ ես։ Ստեփ, Քո տուն տար ինձ Արման։ հիմա։ Հա, հենց հիմա։ Հավաքվիր գնանք։ Իրերս վաղուց հավաքած է։ Դե ուրեմն ես էլ գնամ համարի գումարը տամ ու գամ։ Մի րոպե։ Ինչ ես այդքան շտապում։ Համբերի միասին կիջնենք կմուծենք։ Անանց տպավորությունը Արման, որ դու ինձնից փախնում ես։ Ստեփ, իրերը հավաքիր, ես հիմա կգամ։ Տեղդ մոռացել ես սար։ Շնորհակալ եմ։ Տաթև, Հա, սար։ Արմանը չեկավ ու չզանգեց։ Հա, իրանից չի։ Անհանգիստ եմ։ Անհանգիստ ես վերցրու զանգի, տես ինչ ա եղել։ Չեմ ուզում անհարմար վիճակի մեջ գցել։ Միգուցե հարմար պահի չզանգեմ։ Դե հարմար չի լինի, կասի հարմար չի։ Զանգի տես ինչ ա եղել, որ չի եկել։ Կարծում ես։ Իհարկե։ Զարմանում եմ, գիտես սար։ Գիշերը տղայի գրկում է իր քնել, հիմա չես ուզում զանգես տեսնես ինչ ա եղել։ Չես անհանգստանում։ Սար կարող է հատուկ անում, որ տեսնի անհանգստանում ես, թե չէ։ Չէ, չեմ կարծում։ Արմանը շատ պարզ է։ Եթե ինչ-որ բան է ուզում ասել, շատ հանգիստ ասում է դրա մասին։ Էլ Սարը ձոր չի ընկնում։ Հա, ես էլ եմ շատ հավանում Արմանին, շատ լավ տղա է։ Նենց որ վերցրու ու զանգիր։ Վերցրու։ Հաստատ։ Զանգի։ Վերկացարի սեղանը պատրաստ է։ Եթե Արսենը հաց պիտի ուտի կգամ, եթե չէ, չեմ ուզում չեմ գալ։ Ինչ ես խոսում։ Դու առավոտից ոչինչ չես կերել։ Վերկացարի։ Ունես բան ասեցի, կախորժակս փակվեց, ոչ մի բան էլ չեմ ուզում։ Լսի նորից մի սկսի, հա։ Ոչինչ, կլինի, այդ օրն էլ կգա։ Իհարկե կլինի, Էլիս ջան, բաս ես մի հատ թոր ունենամ, նստացնեմ գիրկս ու սոնց ավտոքշել սովորացնեմ, այսպես քշել սովորացնեմ։ Չէր կարելի չէ Միխայլոկ բան ասել։ Էլիս ջան, այս երեխեն դարավ Կիկոսի մահը։ Այս Արսենը շատ հետաքրքիր տղա է, գիտես։ 2-3 ամիս ամուսնացել է, չի կարող մի հատ երեխա հետ գցի, Դե լավ դու էլ, հա։ Չէ, Էլիս ջան, ախորժակս փախավ, սոված չէ, մի հատ չայ բեր խմեմ։ Լավ։ Ջան, ես գնացի։ Ուր։ Տղեկին պետք է տենամ։ Տնաշեն, հենց ես ասում ուր, ոնց որ երեկվա երեխեն են։ Հա, երեկվա երեխեն չես։ Բայց դե նոր ես ամուսնացել, էլի, տղա ջան, կարաս տունը մնաս կնոջդ հետ շփվես։ Այ հեր, կնգան այդքան երես չեն տա։ Լավ, ես գնացի։
Այս Արսենն էլ գնաց, հա։ Հա, Արսենն էլ գնաց։ Արմանը տուն չի գալիս, Լուսին տանը չի, Արսենն էլ գնաց։ Բայց դու շատ հետաքրքիր աղջիկ ես, գիտես։ Բա ինչ ես ուզում։ Ուզում ես ջահել երեխեք են սաղ օրը իմ ու քո կողքը նստել։ Բա պիտի գնան։ Հիմա ինչ եմ անելու։ Ոնց եմ Ստեֆին ասելու, որ ամեն ինչ փոխվել է։ Իսկ Սարան ինչ կասի, եթե իմանա Ստեֆի մասին։ Ալո, Արման, ոնց ես։ անհանգիստ, չկար ու չզանգեցիր, հոբան չի պատահել։ Չէ, գործեր ունեի։ Արման ամեն ինչ լավ է։ Սար, Արման, ես ու շոտ կգամ։ լավ, Դու քեզ ոնց ես զգում։ Ինչ-որ բան պետք է հետս բերեմ։ Արման, Ինչ ա եղել սա։ Արմանը մենակ չէր, Մենակ չէր։ ինչ որ աղջկա հետ էր, Ինչ գիտես։ ձայնը լսեցի, Սար Արմանը օֆիսում է, կարող է քարտուղարուհին է։ ժամին նայի, այս ժամին ինչ օֆիս։ Ինչ անեն, կարող է հրատապ բան ա եղել։ Արմանը հարց տվեց ու նույնիսկ չլսեց պատասխանը։ Սար, դու ոչ մի բան չգիտես։ Հիմա ենթադրություններ ես անում։ Ինձ մեկ անգամ արդեն խաբել են։ Եթե Արմանն էլ խաբի, ես չեմ դիմանա։ Երևանից մեկ լավ քաղաք չկա, չնայած գրպանումս արդեն էլ փող չկա։ Երևանից մեկ լավ քաղաք չկա, հանդիպել եմ այստեղ իմ սիրած աղջկան։ Երևանից մեկ լավ քաղաք չկա, չնայած գրպանումս արդեն էլ փող չկա։ Երևանից մեկ լավ քաղաք չկա, դե ինձ հետ համաձայն եք ասեք աղջկա։ Ահագին զվարճացանք։ Ես էլ լավ ժամանակ անցկացրեցի, շատ շնորհակալություն, բայց արդեն ուշ է, պետք է գնամ։ Տունը սպասող ունեք։ Չէ, ես մենակ եմ ապրում, Եսը։ բայց ես կարդացել եմ, որ դուք ամուսնացած եք, ընտանիք ունեք, ու կարծեմ մի քանի ամիս առաջ էլ ձեր աղջկա հարսանիքներ, բոլոր կայքերը այդ մասին էին գրում։ Ախ, այդ կայքերը, իմ տունը կայքերն են քանդում։ Մենակ անգյալը իմ մասին չի գրում։ Մեկ-մեկ որ գրելու բան չեն ունենում, դեմքս նկարում են, աչքերս փակում են ու ասում են, որ նախարարն է։ Կարելի մտածել ինձ աչքերով են ճանաչում։
Պարոն Դալայան, Քո համար աշոտ, ուղակի աշոտ։ աշոտ, Արդեն մի ժամ է խոսում ենք, դեռ չասեցիր ինչով ես զբաղվում, որտեղ ես աշխատում։ ես մանկատանն եմ աշխատում։ Կարգին գործ ես, բայց չէ ես, Մանկատան տնօրենն եմ։ տիկին տնօրեն։ Ձեր մանկատանը աշխատանք չկա իմ համար, ասենք պահակի, կամ հավերժ պահակություն անեմ ձեզ համար։ Ես դժվար հավերժ այդ պաշտոնում մնամ։ Ինչու՞։ Դե ոնց որ ասում են, չուզողներ եւ նախանձողներ շատ կան։ Այդ չուզողներն ու նախանձողները ամենտեղ էլ կան։ Բայց եթե ընկերություն անես Աշոտի հետ, Աշոտը մեծ հարցեր է լուծում։ Էդ ինչ ես այդքան կտկտացնում։ Կտում եմ։ Լյուսին ես գրում։ Երբ որ իմ բարևին չեմ պատասխանում, ես էլ չեմ գրում։ Բայց խոսքս լավ հիշի հորքուր, Լյուսին այս սենց բռիս մեջ է լինելու, ու ոնց ուզեմ տենց անելու է։ Աստված դա Արտուր ջան։ Հորքուր, հլնա ինձ սիրուն ծիտիկա։ Սիրուն մռութ ունի, չէ։ Մի հատ գրեմ ասեմ արի, հենց հիմա կգա։ Ոյ ավելի Արտուր, սիրտ չունեմ։ Մի հատ կարաս այդ նույն տեմպերով Աշոտին գրես։ Այսինքն ժամը 2-ն է, դեռ տուն չի եկել։ Հիմա կգա։ Գիտեմ, էլի քեֆը տնգոս, ու էլի սկսեն թերթերը տպել։ Ու գնաց, մի շաբաթ իմ քթերից է գալու։ Լավ էլի հորքուր, հանգիստ թող այդ մարդուն։ Ինչ ուզում է թողանի։ Ու ընդհանրապես ժամանակն է, որ դու քեզ ինչ-որ բանով զբաղացնես։ Բայց ինչ անեմ, Արտուր ջան։ Աշոտյային ասում ես, քո համար մի հատ բիզնես է դնում, ու սկսում ես աշխատացնել։ Բիզնես։ Հա։ Բայց լավ բան ես ասում, գիտես։ Մի հատ կողքերդ նայից հավատ անեմ։ Սաղ նախարարների կնիկները միլիարդատեր են։ Դու ինչով ես պակաս։ Արտուրիկ ջան, բայց ես կկարողանամ։ Լավ էլի հորքուր, նեղացնում ես։ Դու չես կարա, մենք կանք, կարանք։ Ես ինչ լավ բան ասեցիր, տղա ջան, ապրես դու։ Բիզնես։ Հա, հեսա Աշոտը զգա։ Նստեմ ականջին։ Պտի մի բան էլ ուրախ լինի, լուրջ եմ ասում։ Արտուրիկ ջան, ինչ էլ որ դրվի, ինչ էլ որ բացվի, Ցինայիս անպայման փայատեր եմ սարքելու։ Իմ մի հատ աղջիկ երեխան է, վաղը մյուս օր մի բանի տեր չլինի, լեզուն երկար լինի։ Ուր ես Աշոտ։ Տարօրինակ է, բայց ես սկսում եմ այլ Հայկի մասին չմտածել։ Էսա։ Արջ ջան, այստեղ ապրում։ Ասում ես քանի երեխա ունի։ 7 ու օգնող էլ չունի։ Մարդ էլ չունի։ Չէ, ինչքան գիտեմ մահացել է։ Ինքն էլ աղջիկն էլ գործարանում հավաքարարություն են անում։ Աղջիկը քանի տարեկան է։ Մեծը 17 ոնց որ։ Պետք է տեղավորել մի տեղ թող սովորի մեղքա։ Լավ։ Անձամ զբաղվի այդ ամեն ինչով։ Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկին հանձնարարես այդ գործը։
որպեսի գտած թող երեխեքին շորմոր առնի։ Ուտես, եթե տոնը ուտելիք ոչմ էլի կհասկանաս։ Լավ արժան։ Ես չեմ ուզում, որ մեր աշխատողներից ինչ-որ մեկը հացի խնդիր ունենա։ Ու ես առավոտ կասեմ հաշվապահին թող աշխատավարձը բարձրացնի։ Բայց պապայդ էլ պետք է ասած դրա մասին։ Պապան դեմ չի լինի։ Ես քո տունը ավելի ճոխ էի պատկերացնում, Արմ։ Էս ինչ որ շատ հասարակ է։ Այս տանը ինչ արվել է 10 տարի առաջ։ Ես 10 տարի արդեն Ամերիկայում եմ։ Դե ուրեմն ինչ որ բաներ պիտի փոխենք։ Ինչի համար փոխվի, եթե այս տանը ոչ ոք չի ապրում։ Ժամանակավոր այստեղ ենք ապրելու։ Ստեվ, Եթե չես ուզում, որ գնանք ծնողների տուն, ուրեմն մի քանի բան այստեղ պետքա փոխենք։ եթե դուրդ չի գալիս այս ամեն ինչը, կարող քեզ հյուրանոց տանեմ։ Հյուրանոց չեմ ուզում։ Լավ, դու տեղավորվի հանգստացի, ես էլ գնամ ուտելու բան բերեմ։ Արման, ոչ մի տեղ էլ մի գնա, պատվիրիր։ Ինչ եկել եմ անընդհատ ուզում ես գնաս։ Լսի, ինձ տպավորություն է, որ ինձնից անընդհատ խոսափում ես։ Ստեվ, ես հիմա ուզում եմ, որ դու հանգստանաս։ Պարկես քնես։ Գնամ հեսա ուտելու բան կբերեմ, մի բան էլ կուտես, իսկ առավոտյան մենք անպայման կխոսենք, լավ։ Այսինքն դու ինձ հիմա մենակ ես թողնելու ու գնաս։ Դու պիտի հանգստանաս։ Արման, ես քո համար 16 ժամ ճանապարհ եմ կտրել եկել, որ ինձ հիմա մենակ թողնես ու գնաս։ Ստեվ, Ոչ միտեղ չեմ գնալու։ Ոչ էլ թողնելու եմ, որ դու գնաս։ Լուսի! Փաստորեն հասանք։ Ահա։ Ուրեմն կարող եմ համարել, որ այս շենքում ունեմ հարազատ անձնավորություն։ Կարելի ասել նաև այդպես։ Իսկ չես ուզում վերև հրավիրել։ Հիմա? Հա։ Ինչի խանգարող բան կա։ Չէ, ուղղակի համ կերածենք, համ խմած նկատի ունեմ։ Դե ես էլ էլի դա նկատի ունեի։ Թող մնա մի ուրիշ անգամ։ Որ հարգում ես ապրում։ Երրորդ։ Իսկ որ դուրը Աջ կողմի։ բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բա
Այսպես մազալու բաներ։ Տանտեղը իմիջալոց հիշի։ Աչքիս տեղ մենք հաճախ են գալու գնանք։ Գտից տեմ բերելու Լևոն։ Դու դեռ չես պատկերացնում։ Լույսի պատասխանի։ Ասա։ Լուսի։ Լուսում եմ։ Ինչ եղավ Լուս, ինչի տես փախար մի անգամից։ Հայկ մենք հետո կխոսենք։ Արի հիմա խոսենք, հա, հետոյի ոչ մի բան չթողենք։ Չէ, արի հետո կխոսենք։ Ես պիտի մենակ մնամ, որ հասկանամ։ Ինչը հասկանալ։ Հայկ։ Խնդրում եմ, ասա որտեղ ես, հենց հիմա գալիս եմ։ Արի առավոտյան խոսենք։ Առավոտյան։ Հա։ Լուսի ավտոն չի։ Լուսի։
Լուսի, ի՞նչ ես անում ստեղ։ Ես լացում ես։ Չէ, աչքս բան էր մտել, կանգնեցրեցի մեքենան, որ տեսնեմ ինչա։ Բայց ժամին որտեղից ես գալիս։ Երեխեքի հետ էի, կարաոկե էինք գնացել։ Աչքից սկսեմ քեզ ու շատ իր հետևել։ Բայց ինչի համար։ Որ աչքիդ մեջ պատահաբար բան չընկնի։ Կամ էլ եթե ընկնի, կցողի աչքը հանեմ։ Դավ ջան, ես Մուկիկի հետ կգամ։ Դու մեր հետևից արի։ Լավ։ Լավ։ Իմ ասատենամով աչքդ մտե, ոնց կարամ ես դրան տնամ։ Աչքիս մեջ է դեռ, եթե հանես նենց ուրախ կլինեմ, դեռ ծակում է։ Որտեղ ես Արման։ Ինչի չես զանգում։ Սար առանց քեզ կիսատ եմ։ Ես էլ։ Գիտես իմ մոտ։